Մայրաթորը հայտարարությամբ հանդես եկավ, որ Տեր Արամ Քահանային կարգալույծ են արել։ Քանի որ շատ բարկացած եմ, նախորդ ներողություն եմ խնդրում, եթե հանկարծ օգտագործեմ փողոցային բառապաշար։ Ուզում եմ ձեզ կարդալ պատճառներից մեկը, այնուհետև կշարունակեմ խոսքս։ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Նախ համաձայն չեմ այս մտքի հետ, բայց կարծում եմ Տեր Արամը կանրադառնա եւ անպայման պատասխան կտա։ Մոտավորապես ինչքան ժամանակ է, որ Տեր Արամը հայտարարությամբ հանդես է եկել, 1 ամիս կամ 1.5 ամիս, հաշվենք։ Հիմա հարց եմ ուզում տալ այդ կարգապահականում գտնվող բոլոր բարձրաստիճան հոգևորականներին եւ ընդհանրապես բոլոր հոգևորականներին։ Բա Տեր Արամի հայտարարությունից առաջ բոլոր այն հոգևորականները, ովքեր որ վարկաբեկել են հայ եկեղեցին, ինչի կարգալույծ չեք արել։ Ու հանկարծ չասեք, որ նրանք չկան։ Կարող եմ ձեզ բազում օրինակներ բերել, էլ ֆինանսական մախինացիաներից, էլ կուսակրոնության ուխտը խախտողներից, էլ քաղաքականությամբ վարչապետ դառնալուց, բազում օրինակներ կարող եմ ձեզ բերել, որ կոնկրետ այդ հոգևորականների պատճառով պախարակվել է հայ եկեղեցին, բայց այդ մարդիկ կարգալույծ եղած չեն։ Ու այսօր դուք Տեր Արամին կարգալույծ եք անում։ Ես մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Դուք իրոք ուզում եք ապացուցել, որ դուք թքած ունեք բոլորի կարծիքի վրա, թե ձեզ մոտ ամեն ինչ այնքան վատ է, որ շատ ներողություն արտադրությունից համար էլ զադնի դնելու տեղ չկա, որտեղ կդրի կապն եք անում։ Ովքեր որ այս որոշումը կայացրել են, ուղիղ ասեմ ձեզ, որ դուք ուղիղ վնասել եք վեհապարին, որովհետև ես չեմ կարծում, որ սա լավագույն ժամանակներ, եթե անգամ իրոք ապացուցի, որ Տեր Արամը իրոք մեղավոր է, իրոք նա արժանի էր նրան, որ դուք նրան կարգալույծ անեիք, բայց դուք հաստատ սխալ ժամանակ եք ընտրել, ինչի համար ենթադրում եմ, այսինքն ողջ համացանցը մի հատ տեսեք ինչ է կատարվում երկրի առաջին դեմքերով ու պարզ հավատացյալներով, մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Ու դուք որոշում եք, որ քահանա եք կարգալույծ անում, հետո Տեր Արամին էլ արեք, մյուսներին էլ արեք, ինչի դուք մտածում եք Տեր Արամները քիչ է, ինչի դուք մտածում եք այս կարծիքը ունեցողները քիչ է, լուրջ եք ասում։ Ես չգիտեմ ոնց եք դուք այս ամենի տակից դուրս գալու, անկեղծ չգիտեմ։ Առայժմ այսքանը։